Թեև խաղաղության պայմանագիրը դեռևս հրապարակված չէ, բայց համենայն դեպս մի քանի հարցեր կան, որոնք մինչև այդ նաև զուգահեռ արտահայտվել են։ Մեկը ռեգիոնալ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է, որը Ադրբեջանը ուզում է հրել որպես միջանցքային տրամաբանություն։ Թեման վերաբերում է նաև Հայաստանի ապառազմականացմանը, սպառազինությունների մատակարարման դադարեցմանը, այսպես կոչված փախստականների վերադարձին եւ այլն եւ այլն։ Հիմա ստեղծված իրավիճակում իհարկե բացառել չէ, որ Ադրբեջանը ինչ-որ պահի կհամարի, որ այսքան էլ իր համար կարևոր է եւ անհրաժեշտ է ստորագրել, որովհետեւ այն ինչ որ ամրագրված այդ 17 կետերում այդ փաստաթղթի դա ապահովելու է Հայաստանի նկատմամբ իր, այսպես ասեմ, ազդեցությունը եւ հետագայում նաեւ հնարավորություն է բացելու Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացնելու եւ ստանալու այն ինչ որ նաեւ հաջորդի փուլերով իր համար լինելու է օրակարգային։ Ձեր կարծիքով Ալիև ամեն դեպքում տեղեկ էր այսօրվա հայտարարությունից ու ինչքանով էր համաձայնեցված օրինակ այս մասով։ Այն ինչ որ այսօր այդ Facebook-յան գրառման մեջ եղել են, սրա տարբեր կտորների հետ կապված իշխանությունը այդ հայտարարությունը հնչեցել է, չեմ կարծում թե Ադրբեջանում սա որպես նորություն է հնչել։ Ավելին ես համարում եմ, որ այս հայտարարությունը ավելի շատ այո, սրա հետ կապված ինքը միջև էլ էր խոսացել, ես կարծում սա ավելի շատ միջազգային հանրությանը ուղղված ազդանշան է առայն, որ Հայաստանը ամեն ինչով պատրաստական է, զիջումների համար իր դռները բաց է եւ այս պարագայում այն ինչ որ կարա լինի Հայաստանի հետ Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների կամ ակտիվացման, առաջնագծում ակտիվացման տեսանկյունից փորձում է դրա պատասխանատվությունը ի սկզբանե բարթել Ադրբեջանի վրա, որը իհարկե հեռու չէ իրականությունից, բայց խնդիրը այն է, որ մի բան է հանրությանը հրամցվում, մեկ այլ ազդակներ են, որ փոխանցվում են միջազգային հանրությանը։